Դատարկ մուտքը կարող է լինել, թե ինչու բարգավաճումը երբեք չի թակում ձեր դուռը, գումարը չի ամրագրվում, որտեղ ընդունելության նշաններ չկան, որտեղ ժեստերի ժեստը, ովքեր պատրաստ են ստանալ այն, ինչ առաջարկում են կյանքի առաջարկները։ Սա գործնական արտացոլումների տեղ է, առանց չափազանցության կամ հրաշագործ խոստումների, միայն իմաստությունը ապացուցված է սերունդների ամբողջ աշխարհում։ Հիանալի ավանդույթների, հատկապես հրեական ընտանիքների միջև, դուռը երբեք չի եղել փողոցի և տան միջև պարզապես ֆիզիկական սահման, դա խորհրդանշական տեղ էր, արտաքին աշխարհի հետ շփման առաջին կետը, ստացվեց, թե ով է ժամանել, նշան կար, որ սա բաց տեղ էր օրհնություններին, երբ մուտքի մոտ ոչինչ չկա, կարծես տան տերերն ասում են. Այստեղ մենք նոր բան չենք ակնկալում, և եթե ակնկալիք չկա, առատությունը բավարար չէ։ Պատկերացրեք, որ մտնելով մի տուն, որտեղ մուտքի դուռը ամայի է, գորգ, ոչ մի բանկաջրով, մոմ, հաց չկա, դա նման է սիրտին, որը հրաժարվում է ստանալուց, մարդը կարող է ռեսուրսներ ունենալ, բայց եթե նրա տունը ցուրտ է փոխանցում իրական հարստությունը, որը միշտ գնում է ջերմություն։ Ժամանակակից ուսումնասիրությունները խոսում են նույն բանի մասին, միայն այլ բառերով, նման հոգեբանները պատկերացնում են, թե ինչպես են մեր սահմանափակող համոզմունքները մեզ պահում փոփոխությունների սենյակ ստեղծելուց, եթե մենք ինքներս մեզ համոզենք, որ ոչինչ չի բարելավվի, մենք դադարում ենք հիմքը պատրաստել նորի համար։ Վիկտոր Ֆրանկլն արդեն ասել է, շեմն սնահավատությունը չէ։ Դա հայելին է, թե ինչպես ենք մենք առնչվում աշխարհին, եթե դա դատարկ է, դա այն է, որ ինչ-որ բան նույնպես բաց է թողնում ներսից։ Շատերը սխալ են թույլ տալիս, որ հարստությունը պարզապես բանկային մնացորդ է կամ քրտնաջան աշխատանք, փաստորեն, այն սկսվում է ներքին տրամադրվածությամբ, որը իրեն դրսևորում է փոքր սովորություններում, և տան մուտքը նրանցից մեկն է։ Մի հին սեյս պատմեց Շիմոնի պատմությունը, մի մարդ, ով իր դուռը միշտ փոշոտ էր պահում, մինչ հարևանները թողնում էին ջրային ծաղիկ կամ հաց զամբյուղ, նա ծիծաղեց. Ինչու ծախսել դրա վրա, եթե ես արդեն աղքատ եմ, բայց աղքատությունը նրան չհեռացավ, այնքան ինչ աշխատել է, փողերը լցվել են մատների միջև ավազի նման, արդեն նրանց հարևաններն են, չնայած երբեք հարուստները ավելի ու ավելի բարեկեցիկ տներ ունեին։ Դրավորները հստակ հաղորդագրություն են ցուցաբերում։ Առաջին դասն այն է, որ ամայի ներդրումը արտացոլում է փակ սիրտը, այնտեղ, որտեղ համօգտագործման սովորություն չկա, օրհնությունները չեն շտկում, գումարը փախչում է տեղերից առանց շարժման, առանց բացման նշանների։ Ժամանակակից հեղինակները դա այլ կերպ են բացատրում, բայց էությունը նույնն է։ Ջեյմս Յեմսը հստակ է սովորությունների վերաբերյալ ուսման մեջ ցույց է տալիս, որ փոքր ժեստ ստեղծում է համակարգ, դռան մոտ գտնվող կուժը ծախս չէ։ Դա սովորություն է սպասել նորին և պատրաստ լինել դրան։ Քերոլ Վենչը խոսում է աճի մտածելակերպի մասին։ Միայն նրանք, ովքեր հավատում են ավելի մեծ հնարավորություններին, տարածում են իրենց շեմում։ Դադարեցրեք և մտածեք։ Ինչ է ասում ձեր մուտքը ձեր մասին, արդյոք դա հրավիրում է հնարավորություններ կամ աշխարհին հայտարարում, որ այնտեղ ամեն ինչ փակված է։ Այս պատասխանը հաճախ բացատրում է, թե ինչու է առատությունը հեռանում։ Փոքր քաղաքում նա ապրում էր հանգիստ, հմուտ կոշկեղեն, որը միշտ դժգոհում էր փողի պակասից, նրա սեմինարի մուտքը մութ էր և լքված, մարդիկ անցան չանգառ, կարծես ինչ-որ բան նրանց հեռացավ, մի օր ճանապարհորդը նրան ասաց. Լեյզերը անտեսվեց, բայց գիշերը գնաց հարևանի տուն, այնտեղ լամպը լուսավորում է մուտքը և խնձորի զամբյուղը սպասում էր նրանց, ովքեր դրա կարիքը ունեին։ Այս հարևանը, նույնիսկ դժվար ժամանակներում, միշտ ուներ հաճախորդներ։ Երկրորդ դասը պարզ է, բարգավաճումը գնում է այնտեղ, որտեղ սպասվում է, դռան վրա ազդանշան է հրավեր, դա կարող է լինել լույս, հաց, ծաղիկ, ինչը ցույց է տալիս. ահա աշխարհը և աշխարհը վերադառնում է։ Ժամանակակից փիլիսոփաները ամրապնդում են, որ իմաստը և մտադրությունը վերակենդանացման հիմքն է։ Ի Ֆրանկլը սովորեցրեց, որ մարդը աջակցում է գրեթե ամեն ինչ, երբ նա գիտի, թե ինչու, Սիմոն Սինեկը հավելում է, սկսեք ինչու, դռան մոտ ազդանշանը ձեր ինչու է, դա կախարդական չէ։ Դա իմաստի ստեղծման պրակտիկա է, դուք կառուցում եք մի տարածք, որտեղ առատությունը կարող է մնալ։ Լեյզերը հետևեց խորհրդին, նա լամպ է դրել և խնձոր թողեց նրանց համար, ովքեր անցան, մեկ ամսվա ընթացքում հայտնվեցին նոր հաճախորդներ, նա հասկացավ։ Դռան դատարկությունը լրացնելով, նաև լրացրեց կյանքի անվավերությունը։ Հին Լեհաստանում հրեա ընտանիքում սովորություն կար։ Նրանք միշտ շեմում թողեցին մի կտոր հաց, նույնիսկ այն ժամանակ, երբ կերակուրը սակավ էր, երեխաները հարցրին. Ինչու ենք մեզ տալիս, հայրը պատասխանեց. Մուտքը չի կարող դատարկ լինել, եթե մենք պատրաստ ենք կիսել, հացը երբեք չի կարոտի։ Տարիներ անց երեխաները նկատեցին, որ չնայած նրանք երբեք հարուստ չէին ուրիշների աչքերով, նրանք երբեք չէին ունեցել իրական քաղց, հացը կարծես վերադառնում էր բազմապատկված, քանի որ նրանք չէին վախենում առաջարկել այն։
Երրորդ դասը այն է, որ հարստությունը բավարար չէ նրանց համար, ովքեր ձեռքերը փակում են, դատարկ դուռը նման է սեղմված բռունցքի, մուտքի մոտավորությունը բաց ձեռագիր է, ներկայիս հետազոտողները սրա մեջ տեսնում են համակարգերի ուժը։ Ատոմային սովորությունները սովորեցնում են, որ համառությունը արդյունք է դարձնում անխուսափելի, Մորգան հագուստը նշում է, որ փողը հոսում է, որտեղ այն կիսվում է և ուղղորդվում է, ոչ թե այնտեղ, որտեղ այն թաքնված է, նման Բեն-Շահարը ավելացնում է, երախտագիտությունն ու մեծահոգությունը լավ է առաջացնում ոչ միայն հոգևոր, այլև նյութ։ Ձեր դուռը այսօր դատարկ է, արտաքին անվավեր ժամանակի ընթացքում վերածվում է ներքին անվավերության, բայց մի փոքր ժեստ, մի կտոր հաց, բույս դառնում է խորհրդանիշ, որ այդ տունը բաց է շարժման, կյանքի, բարգավաճման համար։ Որոշ գյուղում նա ապրում էր այրու գրեթե ոչինչ, բացի կավե ծաղկամանի փոքր բույսի, որը տեղադրվում էր մուտքի մոտ, հարևանները զարմացան։ Ինչու է էներգիա ծախսել դրա վրա, սակայն շուտով նրա տունը դարձավ հանդիպման կետ, մարդիկ թողեցին սնունդ, օգնեցին առաջադրանքներին, առաջարկեցին աշխատանք իրենց երեխային, դրան վրա մեկ նշան փոխեց ամեն ինչ, այդ գործարանը այն խորհրդանիշն էր, որ կյանքն այնտեղ էր սպասում, չէր վախենում։ Չորրորդ դասը պարզ է, հարստությունը ոչ միայն փող է, այլև կապեր, աջակցություն ու ուշադրություն, դրան մեկ մեկուսարան, մուտքի մոտ ազդանշան է բերում ոչ միայն ռեսուրսների ժամանման միջոցներ, այլև հնարավորություններ։ Ժամանակակից գաղափարները հաստատում են դա, Cal Newport-ը խոսում է համակենտրոնացման արժեքի մասին։ Ով է ստեղծում տարածքների համար, միշտ ավելի շատ է ստանում, Greg McKeown-ը հիշում է, ավելի քիչ է ավելին, երբ ավելի լավ է, դրան վրա ժեստը արժե 1000 բողոք աղքատության մասին, Nassim Taleb-ը խոսում է հակաբրագողության մասին։ Փոքր քայլեր, ինչպես հաց փշրումը կամ բույսը, համակարգը ամուր դարձրեք։ Այրին իր օրինակով ապացուցեց։ Առատությունը սկսվում է բացման խորհրդանիշով։ Կարիճը շարունակում է մնալ, թե որտեղ է դուռը դատարկ։ Արտացոլեք, ձեր մուտքն ունի կյանքի նշան, կամ աշխարհը միայն դատարկ է տեսնում և առաջ շարժվում։ Շիմոնի, Լիզեզի, Լեհ ընտանիքի և այրու պատմությունները նույն ճշմարտությունն են ցույց տալիս։ Անապատի շեմն փակման խորհրդանիշ է, դա նման է աշխարհին։ Ահա ոչինչ, ահա վախենալով, և աշխարհը պատասխանում է նույն մետաղադրամում։ Անցնում է, բարգավաճումը ծնվում է այնտեղ, որտեղ կա բացություն, անկախ ժեստի չափից դա կարող է լինել մոմ, հաց, ջրային բանկա կամ պարզ բույս, կարևորն այն է, որ մուտքի տեղակալը հաղորդագրություն է, այս տունը պատրաստ է ստանալու։ Այս սկզբունքի տրամաբանությունը պարզ է, բայց խորը, Kahneman-ի նման հետազոտողները բացատրում են, թե ինչու է այս գործերը։ Երբ մենք հավատում ենք, որ դա ոչինչ չի փոխի, մենք ստեղծում ենք հոգեկան ծուղակ, որը նույնիսկ արգելափակում է այն հնարավորությունները, որոնք արդեն արգելափակում են մեր հնարավորությունները, կարծես ուղեղը համոզված է սակավության մեջ։ Փակիր դռները նույնիսկ ինչ-որ մեկի ծեծը, փոփոխությունը սկսվում է, երբ կոտրում ենք այս ցիկլը։ Երբ մենք հանդես ենք գալիս, կարծես առատությունը հնարավոր է։ Վիկտոր Ֆրանկլը, ով գոյատևեց համակենտրոնացման ճամբարների սարսափը, ավելացրեց ավելի հիմնարար շերտ։ Իմաստն այն է, ինչը մեզ ապահովում է։ Նույնիսկ անվավերության մեջ, հրեական իմաստություն, հազարամյակ, միավորում է այս գաղափարները, խոնավի կամ բախտի մասին չէ, բայց ամենօրյա կարգապահություն։ Եզրակացությունը միանշանակ է, դատարկ պորտալը հեռացնում է բարգավաճումը, կյանքի պորտալ, նույնիսկ եթե համեստ եք գրավում է հոսքը, մեր լսած պատմությունները ոգեշնչող են, բայց դրանք չեն ծառայում, եթե դրանք գործ չեն դառնում, այսպիսով, սկսեք այսօր։ Ինչն է ձեր հասանելիության սահմաններում։ Առաջին քայլ։ Դիտարկեք ձեր պորտալը, ինչ է այն հաղորդվում աշխարհին, եթե դատարկ է, այնտեղի նշան դրեք, դա կարող է լինել վառված մոմ, խոտաբույս, մի հաց թռչունների համար կամ ջրի մի բանկա, թող որ դա լինի պարզ, բայց իհարկե։ Այս տեղը բաց է։ Երկրորդ քայլ։ Մտածեք սովորության մասին, ձեր պորտալը արտացոլում է, արդյոք դա հայելի վախ է կամ մեծահոգություն, փոքր կրկնակի գործողություն դառնում է պրակտիկա, և պրակտիկայում ձևավորում է ճակատագիրը, սկսեք հիմա փոխել այն։ Քայլ երրորդ։ Ձեռքդ երկարացրեք ձեր դուռը, օգնեք հարևանին, թողեք բարի խոսք կամ փոքր նվեր ձեր մուտքի մոտ, հարստությունն ու հնարավորությունները միշտ են գալիս կապերի միջոցով, և պորտալը նրանց խորհրդանիշն է։ Քայլ չորրորդ։ Գրեք, թե որ սերմ եք պատրաստ տնկել, դա կարող է լինել գիրք, դասընթաց, նոր հմտություն, թող որ ձեր պորտալը ոչ միայն ֆիզիկական տեղ լինի, այլև մտքի վիճակ։ Նորը ողջունելու պատրաստակամությունը և թող ծաղկի։
Այս քայլերը տևում են 1 ժամից պակաս, բայց փոխում տան էներգիան, աշխարհը գիտակցում է, անմիջապես որտեղ այն ողջունելի է, եթե այսօր ձեր պորտալը ազդանշան է ստանում, վաղը նոր հնարավորություններ կստեղծվեն։ Պորտալը ոչ փայտ է, ոչ էլ քար, դա հոգու հայելի է, եթե դա դատարկ է, դա այն է, որ դուք չեք ակնկալում փոփոխություն եւ առատությունը հետևում է ձեր ճանապարհին, բայց եթե կա ազդանշան, որքան էլ փոքր է, դա այն է, որ դուք բաց եք եւ հոսքը մտնում է։ Ուսուցում է հրեական իմաստությունը։ Կյանքը օրհնված է, որտեղ տարածքը մնում է մյուսին, ժամանակակից մտածողները հաստատում են։ Նվազագույն ժեստը ստեղծում է մի համակարգ, որը վերափոխում է ապագան, դուք աղքատ չեք, նա պարզապես մոռացավ փոքր սովորությունների ուժը, վերականգնեք դրանք եւ դռները կբացվեն։ Ասա ինքդ քեզ այսօր. Իմ պորտալը դատարկ չէ, իմ տունը բաց է, եւ նշեք, թե ինչպես է ձեզ ստիպում փոխել։